մեր անվտանգության հայեցակարգը, պետք է լինի մեր հզոր տնտեսությունը, մեր հզոր բանակը, մեր հզոր գիտակցությունը, պաշտպանվելու եւ նաեւ ազգային արժեքները պահելու մեր կամքը, սրանք են մեր անվտանգության երաշխիքները։ Եթե կհամադրվի նաեւ որևէ հզոր երկրի, հատկապես մեր համար կարևոր է արժեհամակարգային իմաստով, որ ազատ երկրի հետ հարաբերություն, ասենք հզոր երկիր, բայց մեր ազատ խոսքի իրավունքը, անկախության հարգման իրավունքը, այդ բոլոր իրավունքների պահպանված ապացուցված երկրի հետ կարող է իհարկե ավելի սերտ հարաբերություններ, բայց ամենևին չպետք է հույս դնել, որ այդ երկիրը կպաշտպանի քո անվտանգությունը։ Այլ համադրել հնարավորությունները, որ երկուսս էլ օրինակ նպատակ ունենք այս ճանապարհը օգտագործելու եւ փոխշահավետը, հետեւաբար այդ ճանապարհի անվտանգությունը համատեղ պաշտպանել ընդհանուր շահի իմաստով։ Այսինքն որոշակի համադրումներ կարող ենք անել, բայց հույս ունենալ, որ որևէ երկիր, դա լինի Ռուսաստանը կամ Թուրքիան կամ Պարսկաստանը կամ որևէ մի երկիր, ոչ ոք Հայաստանի անվտանգությունը չի կարող ապահովել։ Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովի Հայաստանի ժողովուրդը իր բանակով, իր տնտեսությամբ, իր կրթական մակարդակով, իր գիտակցությամբ, սա է մեր անվտանգությունը։